Ծիծեռնակաբերդի խճուղի այս շենքի մոտ են երկուշաբթի հարձակվել հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ 3 տղամարդ բժշկական դիմակներով հետևից մոտեցել են Հակոբյանին, գետնին տապալելու նպատակով սկսել են հարվածել գլխին, դեմքին։ Որևէ խոսք, որևէ պահանջ, որևէ հայհոյանք, որևէ այլ բան չի եղել, ընդհանրապես նա լսել է, որ ասել են, որ գցեք գետնին։ Հասարակական գործչին ասֆալտին փռել չի հաջողվել, բայց Միհրան Հակոբյանը հարվածներից մարմնական վնասվածքներ է ստացել, քիթն են կոտրել։ Բռնություն գործադրած տղամարդիկ մեքենայով հեռացել են։ Նրանց ու մեքենան, որով փախուստի են դիմել, դեպքից 1 օր անց դեռ չեն հայտնաբերել։ Չնայած տարածքը նկարահանող մոտ 10 տեսախցիկներ կան։ Միհրան Հակոբյանին ծեծելու դեպքով քննչական կոմիտեն այսօր է քրեական վարույթ հարուցել։ Հասարակական գործչին առաջինը օգնության է հասել շենքի անվտանգության աշխատակիցը։ Հակոբյանին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ Ովքեր եւ ինչու են հարձակվել Միհրան Հակոբյանի վրա։ Գուցե Facebook-ում ակտիվությունն է անհանգստացրել ոմանց։ Մամուլում տեղեկություն կա, որ Հակոբյանի վրա հարձակման պատճառը 2 բարձրաստիճան պաշտոնյաների ենթադրյալ սիրային կապի մասին գրառումն է եղել։ Ըստ լուրերի հետո այդ գրառումը հեռացրել է հանրային գործիչը։ Չեմ հաստատում դա։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը չի հաստատում այդ տեղեկությունը։ Համոզված է Հակոբյանի հետ քաղաքական հաշիվներ են պարզել։ Հիշեցնում է 4 տարի առաջ էլ նրա տան մոտ կայանած մեքենայի տակ նռնակ էին պայթեցրել։ Այդ միջադեպը մինչև հիմա չի բացահայտվել։ Որևէ այլ պատճառ չենք տեսնում այստեղ, քան քաղաքական գործունեության պայմանավորված հաշվեհարդար։ Հանրային գործիչ Միհրան Հակոբյանին ծեծելուց 1 օր անց բռնությունը չհանդուրժելու մասին գրառում է արել Նիկոլ Փաշինյանը։ Բռնությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում։ Բռնության կոչ անողները եւ բռնության դիմողները պետք է բացահայտվեն, արժանանան թե քաղաքական, թե իրավական գնահատականի։ Օդի տատանում, ուրիշ ոչինչ։ Արդյոք Փաշինյանն իր գրառմամբ նկատի է ունեցել Միհրան Հակոբյանի դեմ կիրառված բռնությունը։ Ռուբեն Մելիքյանը չի բացառում, բայց ավելի շատ հակված է այն կարծիքին, որ Գերմանիա այցից առաջ Հայաստանի վարչապետը արևմուտքին հաճոյանալու փորձ է արել։ Ցույց տան, որ տեսեք, մենք ինչքան պուպուշ ենք, մենք բռնությանը դեմ ենք, ցույց տվեք։ Եթե իսկապես բռնության նկատմամբ անհանդուրժող է այս իշխանությունը, ըստ փաստաբանի, Փաշինյանը առնվազն նման գրառում պետք է աներ նաև ՔՊԱ-ականների այս պահվածքի համար։ Ծափ կտանք կպարեք, երգեք։ Դրա մերնել, հերնել, լավնել, ընտանիքնել։ Ինչպես նաև երկրի թիվ 1 ամբիոնից իր այս խոսքերի համար։ Հաթիկները կտրում ենք, հատ, կպարկցնենք ասֆալտին եւ կտանք պատերով բառից բուն իմաստով։ Ես ես ոտի տակ կտամ, ես ես այդ պատերով կտամ եւ այդտեղի ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեն։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը կարծում է, որ ընդդիմադիրների նկատմամբ բռնության բազմաթիվ դեպքերի նման այս մեկն էլ չի բացահայտվի։ Բազմիցս ենք տեսել, որ այդ մարդու խոսքը եւ գործը իրար չեն բռնում։ 180 աստիճանով տարբերվում են։ Այդ բացահայտեն։ Մինչդեռ ընդդիմադիրներին ազատ խոսքի համար ազատազրկման են դատապարտում Հայաստանում։ Հայաստանում երբեք չի եղել եւ չգիտեմ որևէ երկրում կա հետույք բառի համար մարդուն բանտարկված մարդ։ Մեր ձևով բառերի համար արդեն քանի ամիս է բանտարկված մարդ։ Լանա Համբարձումյան, Հենրիկ Համազասպյան, Էլեն Յահինյան, Հայլուրի համար։ Որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։